Սփյուռքի մեր հայրենակիցների մոտես եկեղեցի պետությունը հակամարտությունը արդյոք տարակուսանք չի առաջացրել Քրսում ինչպես են արձակել։ Իհարկե պետք է նորից կրկնեմ, որ Սփյուռքը այսպես մեկ միասնություն չի, բայց կարծեմ ձեր հարցի մեջ դա արդեն գիտակցված էր։ Գիտեք, Սփյուռքում կան տարբեր խմբեր, տարբեր անհատներ, խոսքը գնում է ի վերջո միլիոնավոր մարդկանց մասին, հազարավոր կազմակերպությունների մասին, ամեն տեսակի մոտեցում էլ կա։ Կան մոտեցումներ, որոնք անվերապահորեն համաձայն են վարչապետի արտահայտած մտքերի հետ, կան կազմակերպություններ, որոնք տարակուսանք ունեն։ Չէ, ես այլ կերպ պատասխանեցի, չէ, ասեցի, որ կան շատ խմբեր եւ անհատներ, որոնք շատ նորմալ են սա համարում եւ ուշացած են համարում, եւ կան անհատներ եւ խմբեր, որոնք տարակուսանք են զգում։ Ձեր հարցին պատասխանում եմ, այն հարցում, որը դուք տվեցիք։ Այո, կան եւ կողմ եւ դեմ մարդիկ։ Այս դուք այնուհետև չեք կարծում, որ այսպիսով եկեղեցին հարված է Անկեղծ ոչ, չեմ կարծում։ Իմ կարծիքով նախ հիշենք, որ եկեղեցին դա ժողովուրդն է, եկեղեցին այն անձինք են, որոնք ձևավորում են, այն ժողովուրդն է, որը ձևավորում է եկեղեցին, այսինքն եկեղեցին ինչ որ շինություն չէ, եկեղեցին ինչ որ հիերարխիկ վերնախավը չէ, եկեղեցին ժողովուրդն է։ Հետևաբար հարված նման քննարկումները չեն կարող հասցնել եկեղեցուն։ Եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք գտնվելով այդ հիերարխիայում վարկաբեկում են եկեղեցուն եւ վարկաբեկում են եւ առհամարում են հենց եկեղեցու ներքին կանոնակարգերը։ Բայց հիմա խնդրահարույց չէ վարչապետի հարյուրախառ գրառումները, եթե խնդիրը առկա է, դրանց պետք է տալ լուծում, ոչ հրապարակային հարյուրախառում, ոչ մեղադրակների, օրինակ կենարկցելով խնդիրը այդտեղ է, օրինակ դուք երբ որ կարտացիք Նիկոլ Փաշինյանի գրառումը Սրբազանի, X Սրբազանի նրա քերակրթելու վերաբերյալ, ձեզ մոտ բան չկա, չհատաչացա։ Վարչապետը ինքն է արտահայտվել այդպես, նա արդեն բացատրել է, թե ինչ է ասել, ես դրա կարիք չեմ զգում ինքս մեկնաբանելու, ես մի բան գիտեմ, որ կան բացահայտ խնդիրներ կապված եկեղեցական վերնախավի հետ, որոնք ակնառու են ոչ միայն Հայաստանի ժողովրդին, դա պարզ է, բայց ակնառու են նաև Սփյուռքի հսկայական մի մասի համար եւ այս գործընթացը տեղի է ունենում, սա նաև ըստ իս նաև պետության կայացման անհրաժեշտ փուլերից մեկն է, երբ որ բոլորը պետությունում իրենց պատասխանատվությունների մասով եւ իրենց պարտավորությունների մասով հաշվետվություն պետք է տան հայ ժողովրդին։